Ռիոփենի եթերում Ռինյուզի գլխավոր թողարկումն է, բարի երեկո, շաբաթը սկսվել է շատ հետաքրքիր իրադարձություններով նախամարոտ։ Փաշինյանն ու Ալիևը շփվել են Շարմ էլ-Շեյխում։ Իսրայելը սպանեց 67,000 մարդու, ոչնչացրեց ամբողջ Գազան, ստացավ իր գերիներին ու կանգ առավ։ Ֆրանսիայում քաղաքական քաոս է, Մակրոնին սպառնում են իմպիչմենտով։ Սպանությունների ու բռնությունների շքերթ Հայաստանում ինչ է կատարվում։ Եվ Նուբարաշենի աղետը, հրշեջների պայքարն ու Բաղձալի անձրևի դրած վերջակետը։ Օրվա քաղաքական գլխավոր իրադարձությունը Շարմ էլ-Շեյխում հենց այս պահին ընթացող խաղաղության գաղտնաժողովն է, որին մասնակցում են Թրամփը, Էրդողանը, Մակրոնը, Փաշինյանն ու Ալիևը, ընդհանուր մոտ 20 երկրի ղեկավար։ Առիթը Թրամփի բերած հերթական խաղաղությունն է, այս անգամ Գազայում։ Իսրայելը դադարեցնում է այս փուլում անկլավի ոչնչացումը, Գազայի իշխանությունն էլ ազատում է այս 2 տարում դեռ ողջ մնացած գերիներին։ Թրամփը իր հերթական խաղաղությանը հրավիրել է նախորդ խաղաղությունների կողմերին, այդ թվում Փաշինյանին ու Ալիևին, նրանք էլ գնացել են, հանդիպել են իրար սեղանի շուրջ, խոսել են, թե մի քանի օր առաջ Միջին Ասիայում էին հանդիպել, մի խոսքով հետաքրքիր է անցել եւ անցնում գլխավոր խաղաղարարը եւս եկել է Եգիպտոս, բայց ամենահետաքրքիրը պատերազմող կողմերը Իսրայելի վարչապետը եւ Գազայի դեռ չսպանված պատահական ողջ մնացած ներկայացուցիչները չեն եկել։ Ու այստեղ ամենազավեշտալին Իսրայելի վարչապետի բացատրությունն է, շուտով հրեական տոն է եւ Նեթանյահուն Թրամփին դիմավորելով Իսրայելում ասել է, որ շատ կարևոր անձնական կապվածություն ունի այդ տոնի հետ։ Դրա համար Եգիպտոս այցելելու Թրամփի հրավերը չի ընդունել, թեև այս ամբողջ ընթացքում հենց Իսրայելի պատերազմի ավարտի մասին է խոսքը։ Բայց նախ եկեք տեսնենք այսօր ինչ է կատարվել Շարմ էլ-Շեյխում, ինչ են արել հատկապես Փաշինյանն ու Ալիևը, հետո կշարունակենք։ Թուրքիայի նախագահ Էրդողանը հրաժարվել է վայրեջք կատարել Եգիպտոսում այն բանից հետո, երբ տարածվեցին Նեթանյահուի Շարմ էլ-Շեյխի գագաթնաժողովին մասնակցելու մասին լուրերը։ Էրդողանը ինքնաթիռը վայրեջքի փոխարեն շրջանցել է Կարմիր ծովը, ապա վերադարձել եւ վայրեջք է կատարել միայն այն բանից հետո, երբ Նեթանյահուի մասնակցությունը չեղարկվել է։ Ավելի վաղ Իսրայելի վարչապետի գրասենյակը հերքել էր Նեթանյահուի մասնակցությունը գագաթնաժողովին։ Տարածված հայտարարությունում նշվում է, որ Թրամփն իսկապես հրավիրել է Իսրայելի վարչապետին, սակայն նա պատճառաբանելով Սիմխաթ Թորան տոնին իր մասնակցությունը մերժել էր հրավերը։ Համասը եւս հայտարարել է, որ չի մասնակցելու տարածաշրջանային եւ միջազգային առաջնորդների հետ խաղաղության գագաթնաժողովին։ Մինչև վեհաժողովի մեկնարկը Էրդողանը երկկողմ հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի նախագահ Մակրոնի եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Սթարմերի հետ։ Խաղաղության գագաթնաժողովին հրավիրված Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների զրույցի ընթացքում նրանց է միացել Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը։ Ալիևի հետ ջերմ ողջագուրվել է Փաշինյանի ձեռքը սեղմել, մինչև վերջերս Հայաստանի գոյությունը չճանաչող երկրի ղեկավարը։ Ավելի քան 20 երկրի ղեկավարը ժամանել Շարմ էլ-Շեյխ, մասնակցելու նաև Գազայի հարցով գումարվող վեհաժողովին, այդ թվում Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը։ Գագաթնաժողովը, որի շրջանակում ակնկալվում է խաղաղության վերաբերյալ փաստաթղթի ստորագրում, նախագահում են Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ Աս-Սիսին եւ Դոնալդ Թրամփը, որն Իսրայելից է մեկնել Եգիպտոս։ Մինչև ինքնաթիռ նստելը Թրամփը կարճ զրույց է ունեցել Իսրայելի վարչապետի հետ։ Ի դեպ Քնեսեթում Թրամփի ելույթի ժամանակ երկու падգամավոր փորձել են ընդհատել ելույթը ցեղասպանություն գրությամբ ցուցանակ բարձրացնելով, սակայն նրանց արագ հեռացրել են։ Մերի Դանիելյան, Ռիոփեն մեդիա։ Սրան ընթառաջ Գազայի իշխանությունը ազատել է գերիներին, որոնց առևանգել էին 2 տարի առաջ հոկտեմբերի 7-ի ահաբեկչական հարձակման ժամանակ։ Ազատել են ողջերին, Իսրայելը պահանջում է նաև մահացածների մարմինները։ Վաղը նոր այս գործընթացը կավարտվի։ Իսրայելը կանգ է առնում այս պահին։ Եթե հիշում եք, հունիսի Իրանի վրա հարձակվելուց հետո հրադադար հաստատվեց եւ Իսրայելը շատ բարձր մակարդակով հայտարարեց, որ այս պահին Իրանի միջուկային հնարավորությունները ոչնչացրել են, հիմա հետ են գնում Գազայի հարցերը լուծենք, հետո էլի կվերադառնանք այս խնդրին։ Այնպես որ Շարմ էլ-Շեյխի խաղաղության գաղտնաժողովը զգոն լինելու ազդակ է առաջին հերթին Իրանի համար։ Իսրայելը Գազայի հարցերը լուծեց, այնտեղ կանգուն շենք չի մնացել, հումանիտար դժոխք է, հիմա անցնել է ուրիշ հարցերի, թեև նաև պարզ է, որ Իսրայելը Գազայում իր ուզածն ամբողջությամբ չի ստացել, Համասը դեռ կա ու այնպես չէ, որ Գազայում պատերազմ այլևս չի լինի, կլինի, բայց հետո։ Իսրայելում այսօր խառը զգացումներ էին, մի կողմից Թրամփն էր եկել, Կնեսետում ելույթ ունեցել, Նեթանյահուին անվանել բարդ բանակցող, մյուս կողմից ամբողջ երկիրը հետևում էր գերիների ազատմանը, նրանց հարազատների զգացմունքների արտահայտությանը։ Համասը գերիներին փոխանցել է Կարմիր խաչին, պատկերացնում եք Կարմիր խաչը նույնիսկ Համասի մոտ է հանգիստ գործում, իսկ Ադրբեջանում փակվել է։ Կարճ ասած, տեսնենք ինչպես Իսրայելը Գազան ոչնչացնելով, 67,000 մարդ սպանելով, հիմնականում խաղաղ բնակիչների հասավ իր գերիների ազատմանը։
Առավոտյան ժամերը Գազայում եւ Իսրայելում անցան լարված սպասման մեջ։ Իսրայելի եւ Համասի միջև համաձայնագրով պատանդների փոխանակման առաջին պահն էր։ 2 տարի տևած կործանարար պատերազմն ավարտելու ամենակարևոր քայլը։ Վաղ առավոտյան Խան Յունիսի եւ Գազայի բնակիչները շարժվում էին ավերված շենքերի բեկորներով լցված փողոցներով, սպասելով կալանավորների վերադարձին։ Իսրայելական լրատվամիջոցները հայտնել են, որ Գազայում պահվող իսրայելցի պատանդների ազատ արձակումը սկսվել է առավոտյան ժամը 8-ից եւ կշարունակվի ժամը 10-ը։ Թել Ավիվի պատանդների հրապարակում հարյուրավոր մարդիկ էին հավաքվել ուրախությամբ դիմավորելու ազատ արձակվածներին։ Իսրայելի բանակը հայտարարել է, որ առաջին 7 ողջ մնացած պատանդները վերադարձել են Կարմիր խաչի միջոցով Գազայից տեղափոխվելուց հետո։ Ակնկալվում է, որ օրվա ընթացքում կազատվեն եւս 13 ողջ պատանդներ, 26 մահացած պատանդների եւ 2 անհայտ ճակատագրով անձանց մարմիններ։ Իսրայելը պետք է ազատ արձակեր 1700 պաղեստինցի կալանավորների ձերբակալված 2023 թվականի հոկտեմբերի 7-ից սկսած, 22 անչափահասներ եւ 360 զինյալների մարմիններ։ I'm very excited Ես շատ հուզված եմ եւ անհամբեր սպասում եմ, նաեւ անհանգստանում եմ յուրաքանչյուր քայլի համար։ Ես ուզում եմ, որ ամեն ինչ լավ ընթանա, բայց ես իսկապես ուրախ եմ, որ շուտով Ալոնը մեզ հետ կլինի։ I'm really thrilled to have Alon soon with us. Գազա քաղաքում էլ վերականգնողական աշխատանքներ են ընթանում, որպեսզի անկլավը վերադառնա բնականոն կյանքին։ Մենք Գազայի քաղաքապետարանի աշխատակիցներս մաքրում եւ բացում ենք Գազայի փողոցները։ Հիմա աշխատում ենք Նասեր փողոցում։ Իսրայելի բանակն այստեղ ամեն ինչ ավիրել է։ Փողոցներն ու տները գրեթե ամբողջությամբ քարուքանդ են արված։ Կոյուղու մաքրման եւ ջրահեռացման համակարգերի 90%-ը ոչնչացված է։ Գազա քաղաքի ամբողջ ենթակառուցվածքը ավերակների է վերածվել։ ՄԱԿ-ը Իսրայելի եւ Պարենի համաշխարհային ծրագրի հետ համագործակցությամբ ակնկալում է օրական 600 բեռնատարի մուտք Գազա։ Սնունդ, բժշկական սարքավորումներ, կացարաններ, վառելիք եւ ջրամատակարարման ու կոյուղու վերանորոգման պարագաներ տեղափոխելու համար։ Օրեր առաջ Իսրայելի զորքերը հետ քաշվեցին Պաղեստինի որոշ տարածքներից հաշտության համաձայնագրով, իսկ ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ արեց բացել անցակետերը, ընդգծելով, որ 50,000 երեխա սուր թերսնման վտանգի տակ է եւ կարիք ունի անհապաղ բուժման։ Իսրայելի եւ Համասի միջև պատանդների փոխանակման առաջին փուլը կարևոր քայլ է 2 տարի տևած պատերազմն ավարտելու համար։ Դոնալդ Թրամփի 20 կետից բաղկացած ծրագիրը միտված է կայուն խաղաղության հաստատմանը, սակայն նախկինում խախտված համաձայնագրերի պատմությունը կասկածներ է հարուցում դրա երկարաժամկետ հաջողության վերաբերյալ։ Այնուամենայնիվ մարդիկ լավատես են, գոնե արդեն չեն վախենում հերթական հրթիռային հարվածից։ Դավիթ Գենջոյան, Riopen Media։ Միջազգային մի քանի իրադարձությունների մասին էլ խոսենք, նախքան ներքին շատ ավելի նշանակալի զարգացումներին անդրադառնալը, Վրաստանը նորից մեղադրել է Եվրամիությանը երկրում խառնակցություններ հրահրելու մեջ։ Վրաստանի խորհրդարանի խոսնակն է այս անգամ ասել, որ Եվրամիությունը Թբիլիսիում փողոցային պատերազմներ է հրահրել։ Ընդդիմության ցույցերի նոր առիթը հոկտեմբերի 4-ի թիմ ընտրություններն են, բայց հետընտրական բուռն զարգացումներ ընդդիմադիրները ապահովել կարծես չեն կարողանում։ Իսկ Ֆրանսիայում առանց ընտրությունների են կարողանում քաղաքական ցնցումներ ապահովել, Մակրոնը ծանր վիճակում է, արդեն ավելի բարձր են լսվում նրա հրաժարականի պահանջները։ Այսօր Ելիսեյան պալատը հայտարարել է Ֆրանսիայի նոր կառավարության կազմը, բայց հնարավոր է, որ այս անգամ եւս վարչապետ վերանշանակված Լկորնյուին աշխատել չստացվի։ Ծայրահեղաչերն էլ ուզում են Մակրոնին իմպիչմենթի ենթարկել։ Եվս մեկ գլոբալ իրադարձության մասին, որից հետո կվերադառնանք մեր դառը խնդիրներին, համաշխարհային շատ լուրջ պատահար գրանցվեց անցած օրերին, որը կարծես չնկատեցինք։ Կրիպտոշուկան խուճապի մեջ էր, նույնիսկ տարածվեցին լուրեր թրեյդերների զանգվածային ինքնասպանությունների մասին։ Կրիպտոշուկայում տեղի ունեցողը իսկապես լուրջ է, կապված է քաղաքական շատ կոնկրետ որոշումների ու կոնկրետ անձանց հետ, պատմում է իմ գործընկեր Անի Հովհաննիսյանը։ Կրիպտոշուկան ցնցումների մեջ է, ընդամենը 24 ժամում ավելի քան 19 միլիարդ դոլար հոդս ցնդեց։ Իսկ այս ամենը սկսվեց ԱՄՆ նախագահ Թրամփի մեկ գրառումից, որով նա հավելյալ 100% մաքսատուրք ավելացրեց Չինաստանից եկող ապրանքների վրա։ Դրանից առաջ Չինաստանը հայտարարել էր հազվագյուտ մետաղների արտահանման նկատմամբ վերահսկողության մասին։ Սա տնտեսական ճնշման քայլ էր, որին էլ հետևեց Վաշինգտոնի կոշտ պատասխանը։ Նախորդ շաբաթվա սկզբին բիթքոինը գերազանցել էր 126,000 դոլարի պատմական շեմը։ Թեև ուշադրության կենտրոնում բիթքոիններ անկումը տարածվեց ամբողջ շուկայով, էլ ավելի ցավոտ հարվածելով մյուս խոշոր կրիպտոարժույթներին։
Ըստ Binance-ի բիտկոինը 126,000-ից արժեզրկվեց մինչև $108,000 կամ մինչև մոտավորապես 14%։ Ethereum-ը $4,700-ից սահեց մինչև $3,500, կորցնելով արժեքի մոտ 25%-ը։ Ամենաշատը տուժեց Solana-ն $240-ից ընկնելով մինչև $170 միջակայք եւ 29% կտրուկ անկում գրանցեց։ Որպեսզի հասկանանք այս թվի մասշտաբը, համեմատենք այն նախորդ ճգնաժամերի հետ։ Համեմատության համար տխրահռչակ կովիդի անկման ժամանակ 2020 թվականի մարտին ընդհանուր լիկվիդացիաները կազմել էին մոտ $1.2 միլիարդ։ Արդեն գոյություն չունեցող FTX-ի կոլապսի դեպքում այդ թիվը հասել էր 1.6 միլիարդի, իսկ այս անգամվա իրադարձությունը նախորդից մոտ 20 անգամ մեծ էր, ազդեցություն թողելով ավելի քան 1.6 միլիոն թրեյդերների վրա։ Լրատվամիջոցներում լայնորեն տարածվեց Կիևում երիտասարդ թրեյդերի ինքնասպանության մասին տեղեկությունը, որի պատճառը լուրջ ֆինանսական կորուստն էր հենց այս անկման ֆոնին։ Սկսեցին շրջանառվել չհաստատված, բայց տագնապալի լուրեր աշխարհում 2000-ից ավելի ինքնասպանությունների մասին։ Վերլուծաբանը նշում է, որ այս լարվածությունը պատահական չէր եւ ուներ հստակ աշխարհաքաղաքական պատճառներ։ Չինաստանի վերջին քայլը սահմանափակել հազվագյուտ մետաղների արտահանումը ուղղակի հարված էր ԱՄՆ-ի ռազմավարական թույլ կողմին, փորձ սակարկության լծակ ստանալու համար Թրամփի եւ Սի Ցինպինի սպասվող հանդիպումից առաջ։ Այն փաստը, որ մեկ քաղաքական գործչի գրառումը կարող է առաջացնել ավելի մեծ ֆինանսական կորուստներ, քան COVID-ի համավարակը, նոր իրողություն է, որ նոր պահանջներ է դնում կրիպտոյով գումար աշխատողների առաջ, գնահատել ոչ միայն ֆինանսական, այլև քաղաքական ռիսկերը։ Անի Հովհաննիսյան, Reopen Media։ Մինչև Շարմ էլ-Շեյխ մեկնելն ու Ալիևի հետ շփվելը Փաշինյանը չստանալով նախկին 3 նախագահների հետ Արցախի շուրջ բանավիճելու համաձայնություն ինքն է սկսել հեռակաբանավեճ, ավելի ճիշտ նախկին նախագահներին նետել է իր թեզերին արձագանքելու բարդ մարտահրավեր։ Փաշինյանի ասելիքն այն է, որ եթե նախկին նախագահների նկարագրած լուծումներն այդքան լավն էին, ինչու նրանք դա չեն իրագործել։ Նախագահների արձագանքը ընդհանուր առմամբ այս թեմային տարբեր է, բայց երեքին էլ միավորում է, իդեպ սա ևս շատ նշանակալի է, որ երեքին էլ ինչ-որ բան միավորում է, եւ այդ մեկ բանը Փաշինյանի հետ Ղարաբաղյան բանակցությունների հարցով բանավեճի ցանկության տոտալ բացակայությունն է։ Երեքն էլ Փաշինյանին մեղադրում են արկածախնդրության, Արցախը կործանելու, անթույլատրելի ու ճակատագրական սխալների համար։ Մենք խոսել ենք 3 նախագահների քաղաքական թիմերի ներկայացուցիչների հետ ու թեև նպատակ չունենք ստեղծել հեռակա արհեստական բանավեճի տպավորություն, լսել ենք բոլորին, բոլոր կողմերին, այն հույսով, որ եթե դեռ չեք պատկերացնում ինչ է կատարվել մեզ հետ, գուցե այս ռեպորտաժից հետո ինչ-ինչ հարցերի պատասխաններ գտնեք ոչ թե ըստ ձեր կամ մեր կամ իրենցից որևէ մեկի քաղաքական որևէ թիմի ճաշակի, այլ ըստ իրականության, թեկուզ դառը։ Փաշինյանը հերթական անգամ մարտահրավեր է նետել նախկին նախագահներին, վարկածներ շարադրելով Արցախյան խնդիրը վերջնականապես լուծած չլինելու իր պատկերացրած պատճառների մասին։ Ինչու Հայաստանի նախկին 3 ղեկավարները կյանքի չեն կոչել Արցախի հարցի իրենց իսկ նկարագրած հոյակապ լուծումները, հարցրել է Փաշինյանը եւ ինքն էլ պատասխանել իր հարցադրմանը, նշելով իր տարբերակները։ Առաջինը, որ նրանք ցուցաբերել են հանցավոր անգործություն, գուցե ծառայելով ոչ թե Հայաստանի, այլ օտար երկրների շահերին, մեզ զրկելով Ղարաբաղի հարցի հոյակապ լուծումից կամ լուծումներից, եւ երկրորդ տարբերակը, որ նրանց կողմից նկարագրվող այդ հոյակապ լուծումները պարզապես մտավարժանքի վրա հիմնված քաղաքական խաբեություն են եւ դրանց իրագործումը երբեք էլ հնարավոր չի եղել։ Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը պնդում է իրենց իշխանությունը, նկատի ունենալով Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության շրջանը, հաջորդ կառավարություններին է փոխանցել շատ ուժեղ ռազմական եւ բանակցային դիրքեր։ Մենք հասցրել էինք բանակցությունները մի աստիճանի, երբ որ աշխարհը պատրաստ էր ընդունել Լեռնային Ղարաբաղին որպես միջազգային իրավունքի սուբյեկտի, որովհետեւ 97 թվին մեզ առաջարկվել էր խաղաղության մի պլան, ըստ որի Լեռնային Ղարաբաղը նախ պետք է ստորագրեր այդ փաստաթուղթը, որ այդ պլանը կայանար, այսինքն իր ստորագրությունը հավասարապես Հայաստանի ու Ադրբեջանի հետ հայտնվելու էր այդ խաղաղության պլանի փաստաթղթի տակ, եւ երկրորդը Լեռնային Ղարաբաղը ստանում էր իրավունք վետոյի իր ապագա ստատուսի վերաբերյալ։ Տարիներ շարունակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկած հիմնական փաստաթղթերը, որոնք հայտնի են որպես մադրիդյան սկզբունքներ, որոնց շուրջ կողմերը համաձայնել էին արդեն երկրորդ նախագահի օրոք կամ Լավրովի պլան, որը բանակցային
փորձային սեղանին էր հայտնվել, արդեն երրորդ նախագահի շրջանում նախատեսում էին փուլափաթեթային լուծում։ Զուրաբյանը նշում է, դրանք ներառում էին Արցախի հարակից 5 շրջանների վերադարձ Ադրբեջանին, Քելբաջարի եւ Լաչինի հարցի կապումը Արցախի վերջնական կարգավիճակի հետ, փախստականների վերադարձ եւ միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայում։ Արցախի վերջնական կարգավիճակը պետք է որոշվեր Արցախի բնակչության ազատ կամ արտահայտության հանրաքվեի միջոցով, որի արդյունքի ընդունումը կողմերի համար պարտադիր էր։ Քննադատների կարծիքով այս պլաններից հրաժարվելն է հանգեցրել պատերազմի, հազարավոր զոհերի եւ տարածքային ծանր կորուստների, առանց կարգավիճակի հարցում որևէ հստակության։ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը իրենք այնուամենայնիվ ուզում էին կարգավիճակի խնդրի շուրջ ինչ որ մի բան ավել ստանային, քան ասենք ստացել էր Տեր-Պետրոսյանը։ Նրանք գոնե բանակցում էին, Փաշինյանը դա էլ չարեց։ Պատիվ ունեմ խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանն անընդունելի է համարում Փաշինյանի մեղադրանքները, նշելով, որ նա բանակցային գործընթացը սկսել է զրոյական կետից։ Բանակցային ժառանգության մասին խոսել է իր իսկ 20 թվականի կապանում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ, ներկայացնելով փաստաթուղթ, ինչի համար հետագայում այսպես ասած հաթաթա ստացավ համանախագահներից, որ չի կարելի գաղտնի փաստաթղթերի հրապարակել, բայց այնտեղ ներկայացրեց, որ այդ պահին բանակցվում էր սեղանին դրված 5 շրջանների դիմաց միջանկյալ կարգավիճակը ենթադրում էր Արցախի իշխանությունների ճանաչում, այդ թվում նաև դատական իշխանության ճանաչում։ Արցախի իշխանությունները Արցախը որպես այդպեսին իրավունք էր ունենալու մասնակցել իրեն վերաբերվող հարցերի քննարկմանը ԵԱՀԿ-ում։ Պատասխանելով հարցին, թե ինչու մինչև 2018 թվականը խնդիրը վերջնական լուծում չէր ստացել, Մամիջանյանը շեշտեց, որ բանակցային գործընթացը դրված էր այնպիսի ռելսերի վրա, որոնք բացառում էին հակահայկական լուծումները։ Նարնե Ղուկասյան, Լևոն Ոսկանյան, Reopen Media։ Արցախի պետնախարար Նժդե Իսկանդարյանը հայտարարել է, որ ստեղծել են Արցախն իմ սրտում բարեգործական հիմնադրամ, նպատակ ունենալով թեթևացնել բռնի տեղահանված արցախցիների սոցիալական խնդիրները։ Խոսելով բնակարանային ծրագրի բացթողումներից Իսկանդարյանն ահազանգել է, որ շատ արցախցիներ, հատկապես Հայկազովի բենզալեցակայանում պայթյունից տուժած փոքր ընտանիքները կանգնած են փողոցում հայտնվելու վտանգի առաջ։ Վերջին օրերին հանդիպումներ եմ ունեցել պայթյունով զոհված ընտանիքների հետ, ում ընտանիքի անդամների քանակը 2 եւ 3 է, որևէ աջակցության ծրագրից իրենք հնարավորություն չունեն օգտվելու եւ այդ մարդիկ հայտնվելու են փողոցում, ուղիղ փողոցում։ Հանգստյան օրերը երկրում աչքի ընկան բռնության, ավելի կոնկրետ սպանությունների մի ամբողջ շքերթով։ Եթե անցած շաբաթներին ճակերտավոր հերոսը Արմավիրի մարզն էր, այս անգամ Կոտայքն է։ Զինված հարձակում, ամուսինների սպանություն դաշտում, սպանություն եկեղեցու մեջ ավտովթարից մահացած երիտասարդի հոգեհանգստի ժամանակ։ Ու առհասարակ վիճակագրությունն էլ է տխուր, սպանությունները երկրում աճել են, միտումը վատն է։ Մահաբեր ուիկենդը Մոնիկա Այրոյանի ռեպորտաժում։ Հոկտեմբերի 11-ին եւ 12-ին Կոտայքի մարզում մեկը մյուսի հետևից տեղի ունեցավ մի քանի դաժան հանցագործություն։ Զինված Բախում Աբովյանում սպանություն Չարենցավանի եկեղեցում թաղման արարողության ժամանակ եւ հարևանների կողմից ամուսինների սպանություն Արամուսում։ Հոկտեմբերի 11-ի գիշերը ժամը 1-ի սահմանում Աբովյանի կենտրոնում վիճաբանությունը վերածվեց կրակոցների եւ դանակահարության։ Իրավապահները դեպքի վայրից հիվանդանոց տեղափոխեցին 3 տուժածի։ Բոլորի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ Ոստիկանությունը հայտնաբերել է հանցագործության գործի կատրճանակը եւ զինված բախման այլ ապացույցներ։ Ընդհանրապես ժամեր անց նույն օրը ժամը 13-ին մոտ սպանություն տեղի ունեցավ Չարենցավանի Սուրբ Փրկիչ եկեղեցում։ Ավտովթարից մահացած երիտասարդի հուղարկավորության ժամանակ անձը, որը հաշվառված է եղել հոգեբուժարանում, տանակահարել է հանգուցյալի կնքահորը։ Տուժածը գիտակցության չգալով մահացել է հիվանդանոցում։ Ոստիկանությունը ձերբակալել է ենթադրյալ կասկածյալին։ Կիրակի հատուկ արարողակարգով եկեղեցին մաքրագործվել եւ վերաօծվել է։ Արյունալի դեպքերի շարքը շարունակվեց հոկտեմբերի 12-ին Արամուս գյուղում։ Դաշտում հայտնաբերվեցին ամուսինների դիեր։ Իրավապահները պարզեցին, որ նրանց սպանել է հարևանը։ Նախնական տվյալներով կենցաղային վեճից հետո, որն ըստ Արամուսի բնակիչների ընդհանուր առմամբ ձգվում էր ավելի քան 20 տարի, 61-ամյա տղամարդը իր որսորդական հրացանով հետևել է ամուսիններին եւ դաշտում գնդակահարել նրանց։ Այնուհետև եղանով հարվածներ հասցրել արդեն մահացած ամուսիններին։ Իսկ հետո փորձել է հենց այդ դաշտում թաքցնել դիերը։ Մեր գործընկեր Նյուզեյեմի հետ հարցազրույցում Արամուսի գյուղացիներից մեկը նշեց, որ սպանության պատճառը գազարն է եղել։ Վիճել են իրանց առվով ցեխա ջուրա գնացել, գազարա լվանում։ Հիմա մեքենայից լցնում է այդ ջուրն էթում է։ Կարելի է դրա համար այդպես ողբերգություն միամիտ էթաս արտի մեջ խփես։ Միամիտ հետևներից սաղես այ ուղեղին ողնուղեղին։ Նորից վիլկնել քոխեփ կնգափորը երկու անգամ։
Այս դեպքերը տեղի են ունենում մի իրավիճակում, երբ Հայաստանում սպանությունների պաշտոնական վիճակագրությունը վերջին տարիներին անհանգստացնող դինամիկա է ցույց տալիս։ Ըստ 2025 թվականի առաջին 7 ամիսների տվյալների հանրապետությունում արձանագրվել է սպանության 42 դեպք։ Սա 10-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված 32 դեպքից, ինչը վկայում է այս տարի իրավիճակի զգալի վատ թարացման մասին։ 2024 թվականին Հայաստանում գրանցվել է սպանության 63 դեպք, դարձյալ աճելով նախորդ տարվա համեմատ։ Առանձնապես ծանր հանցագործությունների թիվն աճել է 25.1%-ով։ 2023 թվականին արձանագրվել է սպանության 55 դեպք, 2022-ին 58։ Համեմատության համար նշենք, որ ՄԱԿ-ի տվյալներով 2024 թվականին աշխարհում սպանությունների թիվը հասել է 458 հազարի, իսկ միջին մակարդակը կազմել է 5.8 բնակչի հաշվով։ Այս ֆոնին Հայաստանի ցուցանիշները շարունակում են ցածր մնալ համաշխարհային միջինից։ Ըստ Նամբեոյի հրապարակած ցուցանիշի կյանքի որակի վիճակագրության առաջին հնգյակում են Դանիան, Շվեյցարիան, Նիդերլանդները, Ֆինլանդիան եւ Իսլանդիան։ Այս երկրներում մինիմումի է հասնում նաեւ սպանությունների քանակը։ Ամենաանվտանգ երկրների փորձը ցույց է տալիս, որ սպանությունների ցածր մակարդակը համալիր քաղաքականության արդյունք է։ Աշխարհի առաջատար երկրները ոչ թե պայքարում են հանցագործության դեմ, այլ կանխում են այն սոցիալական աջակցությամբ, հանրային համերաշխության մթնոլորտ ապահովելով, վերացնելով դրա պատճառները, ինչպես սկանդինավյան երկրներում։ Համայնքային վստահություն կառուցելով, ինչպես Իսլանդիայում, որտեղ ոստիկանները զենք չեն կրում եւ պատասխանատվության մշակույթ ձևավորելով։ Նրանց մոտեցումը պարզ է, ոչ թե պարզապես պատժել, այլ ուղղել սխալը, կանխելով հաջորդը։ Մոնիկա Հայրոյան, Reopen Media։ Նուբարաշենի աղետը կարծես ավարտվեց, օդի որակը կարգավորվել է ու վերջապես անձրև եկավ։ Երևանի տոնն էլ անցավ աղտոտված օդի դեմ հրշեջների ու ոչ միայն նրանց պայքարով։ Երևանի քաղաքապետը Աղբավայրի հրդեհի առաջին օրը հայտարարել էր, որ տեղի ունեցած ոչ թե պատահական էր, այլ դիտավորություն եւ դիմել էր ԱԱԾ-ին ու ներքին գործերի նախարարությանը։ Իսկ ինչ անել, որ ծխի գերի հաջորդ անգամ չդառնանք ու չվախենանք շնչել բառի բուն իմաստով։ Մեր երկիրը գտնվում է արևմուտքից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում, շրջանների մեծ մասում դիտվել են տեղումներ եւ այս պահին տեղումները շարունակվում են, բայց այսօր երեկոյան ժամերից այդ ցիկլոնը ամբողջությամբ դուրս կգա Հայաստանի տարածքից, իր տեղը զիջելով կրկին հարավ-արևմուտքից ներթափանցող տակոթային հոսանքներին։ Անձրևով սկսվեց շաբաթը։ Հոկտեմբերի համար աննախադեպ շոկից հետո զովությունից բացի երկու կարևոր խնդիր լուծեց եղանակը։ Նախ ամբողջությամբ հանգցրեց 5-շաբթին Նուբարաշենում բռնկված հրդեհը, որի դեմ 3 օր պայքարում էին հրշեջները։ Այդ կրակը այս տարվա ամենամեծն էր։ Մի քանի օր աղբանոցը ծխում էր մթնոլորտ նետելով թունավոր գազեր։ Հիմա արդեն միայն շատ թույլ ծուխ է մնացել։ 1041 մեքենա հող են լցրել աղբի վրա։ Նուբարաշենի հարակից տարածքում տեղադրված սարքերի տվյալներով հոկտեմբերի 5-ից 12-ը ծծմբի երկօքսիդի քանակը օդում ավելի քան 3 անգամ գերազանցել է նորման։ Պիտի նշեմ, որ այդ օրը արդեն կեսօրից հետո սկսեց աղտոտվածությունը նվազեցնել կապված եւ հրդեհի ծավալների փոքրացման եւ քամու ուղղության փոփոխության հետ եւ արդեն այդ օրվա վերջում ցուցանիշները գտնվում են կրկին 50-ից 70 այդ միջակայքում, այսինքն վերադարձել են նախորդ հոկտեմբեր ամսվա միջև հրդեհ եղած միջին արժեքներին։ Առողջապահության նախարարությունն էլ նախորդին հորդորում էր հանուն ձեր իսկ առողջության սպորտով չզբաղվել դրսում ու առհասարակ ցանկալի է դրսում չլինել, ինչու միանգամից արձագանք չի եղել։ Մոնիտորինգը ցույց էր տալիս ուրբաթ օրվա դրությամբ, որ չունենք ցուցանիշների գերազանցումներ, ընդհակառակ ունենք նվազեցում ցուցանիշների, որը կապված էր քամու ուղղության եւ օդային զանգվածների հոսքի հետ, որը բավականին սևծովից թարմ մաքուր օդ էր բերել դեպի Երևան քաղաքի տարածքում, բավականին օդը մաքուր էր։ Այդ պատճառով անհրաժեշտություն չկար այդ օրը նման հաղորդագրության, իսկ հաջորդ օրը արդեն երբ որ ծուխը տեղափոխվել էր քաղաքի տարածք եւ ցուցանիշները բարձրացել են, այդ ժամանակ եղան համապատասխան արձագանք եւ հաղորդագրությունները։ Կրակը չի, որ մարդ է սպանում, այլ ծուխը, բնապահպաններն են ասում, բայց կարծես թե ոչ միայն ծուխը։ Հայհիդրոմետը օդի աղտոտվածության ցուցանիշն է հրապարակել։ Անձրևը տեխնիկապես օդնել է մաքրել ինչ-որ չափով։ Այնուամենայնիվ տարբեր պատճառներով մի քանի վարչական շրջաններում օդի աղտոտվածությունը թույլատրելի սահմանն անցնում է, իսկ քաղաքացիները զգացել են օդի աղտոտվածությունը։ Երևանի եմ ապրում, հենց ամրոցի տակ։ Այ օրինակ այդ աղբանոցը, որ վարվում էր, մենք տեսնում ենք այդ, ասենք, ծուխը, մյուսը, բայց հավատացեք, ես օրինակ ոչինչ չեմ զգացել, ոչ հոտ եմ առել։ Քաղաքի դուրս եմ աշխատում, բայց այդ որ սովետաշենի բանում այդ սալկայում պաժարը ստացվել էր։ Որ ստեղ կենտրոն ենք ապրում, դուք գիտեք, մեր կենտրոնը ցածր է, չէ՞։ Ստեղ միշտ այդ փոշին միշտ զգում ենք։ Ինչ վերաբերում է աղտոտվածությանը, դե ոնց կարող է չաղտոտվի, եթե այսքան տրանսպորտը, մյուսը։ Լավ էլ օդը
Մանկապարտեզի ծահակի ման են գալիս, օրինակ, ինձ շատ դուր է գալիս։ Չի ասի, որ մաքուր է։ Ահա որ Երևանի օդը օգտագործում ենք դիմակներից, որտեղ բավականին շատ տհաճ հոտ էր։ Այդ կարգի կեղտոտ չի մեր օդը, որ նման բաներ օգտագործենք։ Հայհիդրոմետի տվյալներով Երևանի օդում տարբեր ամիսների տարբեր քիմիական նյութեր գերազանցում են թույլատրելի նորմը։ Քաղաքում ուղղակի զբոսնելիս դա գուցե չզգաք, բայց բժիշկներն ասում են, որ երկարաժամկետ հետևանք կարող է ունենալ։ Հորդորում են հետևել քաղցկեղի վիճակագրություններին։ Օրինակ առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով Հայաստանը 185 երկրներից 70-րդն է։ Այստեղ յուրաքանչյուր 100,000 մարդու հաշվարկով մոտավորապես 200 դեպք է գրանցվում։ Այսքանը հետևեք մեզ սոցցանցերում եւ բաժանորդագրվեք, անփորձանք գիշեր եմ մաղթում ցտեսություն։